Ողջույն սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք վերլուծել եւ մեկնաբանել մեր ժողովրդի հարուստ բանահյուսությունը, մեր ժառանգությունը, մեր քրիստոնեական արժեքները, որոնք արտահայտում են մեր ասացվածքները եւ արածները, ոչ միայն նեղ կրոնական, այլ նաեւ համամարտկային արժեքներ։ Եվ մենք այսօր կխոսենք մի շատ կարևոր առաքինության մասին, որը հնուց ի վեր բնորոշել է հայ մարդուն կամ հայ ժողովրդին մեկ բառով՝ հյուրասեր։ Հյուրասերության մասին մեր բանահյուսության մեջ բազմաթիվ առածներ կան, ինչպիսիք են օրինակ հացի կտրածը թուրը չի կտրի, կամ աղ ու հաց սիրտը բաց։ Բայց ամենից հայտնի առածը հետևյալն է՝ հյուրը Աստծուն է։ Այս խոսքերով մեր նախնիները հայտնել են իրենց այն համոզմունքը, որ մեր տան շեմքը ոտք դնող յուրաքանչյուր մարդ ուղարկված է հենց Աստծու կողմից։ Եվ մեր վերաբերմունքը նրա հանդեպ պայմանավորված է մեր հարաբերություններով Արարչի հետ։ Հայրիս մեջ այս ավանդույթը սկիզբ է առել դեռ քրիստոնեական ժամանակաշրջանից շատ ավելի վաղ։ Մոտավորապես Քրիստոսից առաջ 5-րդ դարում հույն զորավար Քսենոփոնը, որ անցնում էր Հայաստանի տարածքով, իր Անաբասիս աշխատության մեջ նկարագրում է, թե ինչպես էին հայերը ընդունում օտարականներին, առած սեղան էին բացում, կիսում էին իրենց գինին, իրենց կյանքը եւ մեծ սիրով հոգ տանում ճամփորդների մասին։ Այս ամենը վկայում է, որ հյուրասիրությունը խոր արմատներ ունի մեր ժողովրդի հոգում։ Իսկ քրիստոնեության ընկալմամբ եւ ընդունմամբ այս առաքինությունը նոր իմաստ ստացավ։ Սուրբ Գիրքը հենց առաջին էջերից մեզ սովորեցնում է, որ հյուրասիրության կարևորությունը ավելին է, քան մենք պատկերացնում ենք արտաքուստ։ Օրինակ, երբ որ Աբրահամը նստած էր իր վրանի մուտքի մոտ եւ տեսավ 3 ճամփորդներին, նա չգիտեր, թե ովքեր են նրանք, չէր հարցնում, թե ուր են գնում, նա ընդառաջ վազեց նրանց, խոնարհվեց մինչև գետին եւ խնդրեց չանցնել իր կողքով։ Ստիպեց, որպեսզի մուտք գործեն իր օջախ, ջուր բերեց նրանց ոտքերը լված ինչպես մի ծառա, պատրաստեց լավագույն կերակուրը եւ անձամբ կանգնած էր նրանց առջև, քանի դեռ նրանք ուտում էին։ Այդ մասին նկարագրված է Ծննդոց գրքի 18-րդ գլխում։ Միայն հետո պարզվեց, որ այդ 3-ը Աստծո հրեշտակներն էին, որոնք Աբրահամին իր անդրանիկ որդու ծննդյան խոստումը բերեցին։ Աբրահամը ընդունելով հյուրերին ընդունեց Աստծուն։ Նա ծառայեց ճամփորդներին, բայց պարզվեց, որ ծառայեց Տիրոջը։ Այս պատմությունը հիմք դարձավ հյուրասիրության քրիստոնեական ընկալման համար։ Պողոս առաքյալը գրում է. «Օտարասիրությունը մի մոռացեք, որովհետև դրա շնորհիվ ոմանք առանց իմանալու հրեշտակների հյուրընկալեցին»։ Խոսքը հենց Աբրահամի մասին էր հավանաբար։ Մենք երբեք չգիտենք, թե ով է կանգնած մեր առջև։ Յուրաքանչյուր հյուրի հետևում կարող է թաքնված լինել Աստծո պատգամաբերը, իսկ յուրաքանչյուր կարիքավորի մեջ ինքը Քրիստոս։ Մեր Տերը այս ճշմարտությունը ել ավելի ցայտուն դարձրեց Մատթեոսի ավետարանում ներկայացված մեծ դատաստանի առակում։ Եվ 25-րդ գլխում Մատթեոսի ավետարանի Տերը դիմում է արդարներին ասելով, որ եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեր համար պատրաստած արքայությունը, որովհետև քաղցեցի եւ ինձ կերակրեցիք, ծարավեցի եւ ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի եւ ինձ հյուրընկալեցիք, մերկ էի եւ ինձ հագցրիք, հիվանդ էի եւ ինձ խնամեցիք, բանտում էի եւ ինձ այցելեցիք։ Այդ ժամանակ արդարները կդիմեն նրան եւ կասեն. Տեր, երբ տեսան քեզ քաղցած կամ ծարավ կամ օտարական, եւ Տերը իրենց պատասխանեց ասելով, որ եթե այդ ամենը արեցիք այս փոքրիկներից, իմ ընկերներից մեկին ինձ արեցիք։ Եվ այստեղից է բխում մեր աստվածվածքի բուն իմաստը եւ մեկնությունը, այսինքն օտարականին հյուրընկալելով մենք կարող ենք հյուրընկալել Քրիստոսին։ Եվ հյուրը Աստծունն է կամ հյուրը Աստծուց է ասացվածքը ուղիղ մեկնաբանությունն է կամ ուղիղ բխումն է
Մատթեոսի ավետարանի հետևյալ խոսքի։ Բայց ինչ է նշանակում լինել հյուրասեր մեր ժամանակներում։ Հյուրասիրությունը միայն բացված սեղանը չէ, միայն ուտելիք կիսելը չէ։ Նախ եւ առաջ դա սրտի բացվածությունն է։ Դա պատրաստակամությունն է մեկ ուրիշին ներս թողել քո կյանք։ Նրան ժամանակ, ուշադրություն, ջերմություն տրամադրել։ Մեր ավանդության մեջ հյուրը միշտ շրջապատված է եղել առանձնահատուկ հոգատարությամբ։ Նրան տվել են լավագույն տեղը եւ տանտերը պատիվ է համարել, որ Աստված այդ մարդուն բերել է իր շեմքին։ Այսօր մենք այլ կերպ ենք ապրում։ Մեր տների դռները ավելի հաճախ փակ են։ Մենք սկսել ենք մեր ժամանակը չափազանց թանկ համարել ուրիշների վրա ծախսելու համար։ Իսկ մեր հանգիստը չափազանց կարևոր հյուրի պատճառով այն խաթարելու համար։ Մենք դադարել ենք տեսնել ամեն հյուրի մեջ Աստծո պատգամաբերին։ Հյուրասիրությունը նաև մեզ սովորեցնում է, որ այն ամենը, ինչ ունենք, տունը, հացը, ջերմությունը պատկանում է ոչ թե մեզ, այլ Աստծուն։ Եվ մենք ընդհանրապես նրա պարգևների տնտեսներն ենք։ Երբ այդ բարիքներով կիսվում ենք հյուրի հետ, մենք Աստծուն վերադարձնում ենք այն, ինչ նա մեզ վստահել է։ Չէ՞ որ այս աշխարհում մենք եւս հյուր ենք, իսկ Աստված իրական Տերը։ Մենք պանդուխտներ ենք այս երկրի վրա եւ մեր ունեցվածը մերը չի։ Նույնիսկ եկեղեցում մենք հյուր ենք, որտեղ Տերը մեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին մենք կանք։ Հրավիրում է մասնակցել իր խորհրդավոր ընթրիքի, հաց է կիսում մեզ հետ։ Մեր ողջ հյուրասիրությունը ընդհանրապես այն սիրո փոքրիկ արտացոլումն է, որ Աստված մատուցեց մեզ յուրաքանչյուր պատարագի ժամանակ մեզ կանչելով իրեն սեղանակից լինելու։ Ուստի ընդունելով հյուրին մեր տունը, մենք նմանվում ենք հենց Տիրոջը։ Տերը հյուրընկալեց մեզ իր արարած աշխարհում եւ մեր ժողովուրդը այս հյուրասիրության առաքինությունը պահպանել է հազարամյակներ շարունակ։ Պահպանենք նաեւ մենք, քանի որ դա եւս մեր քրիստոնեական հավատքի արտացոլում, դա վկայություն է։ Տերը մեզ բազմաթիվ առիթներ է տալիս դրսևորելու մեր սերը, որը քրիստոնեական ամենակարևոր առաքինությունն է։ Տերը կանչում է մեզ դուրս գալու մեր հարմարավետության տարածքից եւ այն ամենը, ինչ որ Աստված մեզ պարգևել է, որպեսզի մենք կիսենք ուրիշների հետ եւ դրանով իսկ նմանվենք Աստծուն։ Մեր նախնիների իմաստուն խոսքը հյուրը Աստծունն է։ Հիշեցնում է մեզ այն սիրո պատվիրանի մասին, որ կտակել է մեզ Տերը ասելով. Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Ճանաչենք մեր լեզուն, բացահայտելու համար մեր ինքնությունը։